Ես սկսեցի շաքար և խմոր չուտել, որովհետև կենսաուժս համարյա 0 էր, առավոտյան արդեն հոգնած էի արթնանում, օրվա ընթացքում ևս հոգնած էի և քաղցրի հանդեպ հիվանդագին պահանջ ունեի, որովհետև միայն քաղցր ուտելուց էր մի քիչ աչքերս բացվում, ու հիմա ուզում եմ պատմել, թե ինչ է փոխվել ինձ մոտ, երբ արդեն ավելի քան 80 օր է շաքար ու խմոր չեմ ուտում։ Առաջին բանը, որ փոխվել է, քաշս է, ընդամենը 80 օր առաջ ես 53,5 կիլոգրամ էի, հիմա 50,5 կիլոգրամ եմ, բայց ազնվորեն ասեմ, որ սկսել եմ շաքար ու խմոր չուտել ոչ թե քաշս իջեցնելու համար, այլ կենսաուժս բարձրացնելու, բայց դե բոնուսային կարգով, այսպես ասած, ինձանից հեռացան այն ավելորդ կիլոգրամները, որոնք ըստ ամենայն հավանականության իմը չէին։ Դրանից բացի կենսաուժս վստահաբար բարձրացավ, չեմ ասի, որ հիմա 100% է, բայց 0 էլ չէ, առավոտյան այլևս հոգնած չեմ արթնանում, ինչպես նաև օրվա ընթացքում անընդհատ հոգնած չեմ, իսկ քաղցրի հանդեպ հիվանդագին պահանջը ոչ միայն նվազել է, այլև կարելի է ասել, որ համարյա հեռացել է ինձանից։ Այո, ճանապարհին եղել են բազմաթիվ դժվարություններ ու ես դրանք պատվով հաղթահարել եմ։ Էնպես որ, եթե դուք ևս ուզում եք առողջացնել ձեր կենսակերպը ու զբաղվել ինքնախնամքով, ապա սկսեք այսօր։ Վստահաբար ձեզ մոտ ևս հաստատ կստացվի։ Առողջ ապրելը ինքնախնամք է, խաղաղ ապրելը բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին